Այդքան զիջումներ անելուց հետո մենք դեռ մի մետր հող չենք ստացել։ Այնինչ որ վտանգված է վերին ոսկեպարի, մազից կախված է վերին ոսկեպարը, գիրանց ոսկեպար հատվածը Խերմլու, ներողություն, Սոֆուլու, Բարխուդարու եւ Տիգրանաշեն գյուղերը մազից կախված են, որը որ բնականաբար դրանք էլ է տալու Ադրբեջանին, բայց Ադրբեջանը դեռ մեզ մի մետր հող չի տվել, ու չի էլ տալու, ես առաջ օրերից եմ ասել։ Ես ասել եմ, եթե Կիրանց ոսկեպար հատվածը, այդ եռանկյունի հատվածը հակառակորդին չեք զիջելու, վարչապետին եմ ասել, իր տեղակալին եմ ասել, հակադարձեք իմ ասածին։ Եկեք գյուղում գյուղացիներին ասեք, ժողովուրդ ջան, այդ չենք տալու այդ ճանապարհը։ Դուք հանգիստ մնացեք այդ գյուղում։ Հիմա այդ գյուղից, ոսկեպար գյուղից արդեն 7-ից 8 ընտանիք իր անցած տարվանից ինչ եկել է գյուղ հայտարարել է, 7-ից 8 ընտանիք արդեն գյուղից հեռացել են, որովհետև ապագա չեն տեսնում։ Եթե թուրքը ադրբեջանցին գնալով վերին ոսկեպար նստելով կամ Կիրանց ոսկեպար ճանապարհը բանելով ճանապարհի վրա նստելով այդ գյուղում բնակչություն չի լինելու։ Գյուղը ելնելու է շրջափակման մեջ։ Բացի նաև դրանից Վանաձորը հայտնվելու է որպես սահմանամերձ քաղաք։